2,500 ծովայիններ հասել են արդեն Պարսից ծոցի ռեգիոն, նրանց հետևից գալիս են եւս մի քանի հազար զինվոր, 72-րդ դեսանտային դիվիզիան, 2 լրացուցիչ դիվիզիա, լրացուցիչ նավեր, դա բացարձակ բավարար չէ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ինչ-որ զգալի ցամաքային պատերազմում ինչ-որ զգալի առավելություն հաստատի եւ ինչ-որ մի տարածք վերցնի Իրանից։ Եթե նրանք իսկապես փորձեն խարկ այդ կղզին գրավել եւ փորձեն ուժով բացել Հորմուզի նեղուցը, դա բերելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, աստված չտա, զոհերի։ Դրանից հետո լինելու է կտրուկ էսկալացիա, այդ զորքերը շատ հեշտ թիրախ են դառնելու Իրանի համար, քանի որ նրանք նստած են լինելու այդ կղզու վրա, որը շատ հեշտ կարելի է ռմբակոծել։ Իրանը այնտեղ ունի եւ հրետանի օգտագործելու հնարավորությունը, եւ դրոններ, եւ հրթիռներ, եւ տորպեդաներ,